Ողջույն սիրելի հետևորդներ, US Armenian շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով։ Ձեզ ենք ներկայացնում Լոս Անջելեսում տեղի ունեցող բողոքի ցույցերի այս ժամի մանրամասները։ Լոս Անջելեսում բողոքի ցույցերը, որոնք սկսվել էին ուրբաթ ICE միգրացիայի և մաքսային վերահսկողության ծառայության ռեյդերից հետո, շարունակվում են քաղաքի տարբեր հատվածներում և անգամ այլ քաղաքներում։ Որոշ հատվածներում ցույցերը վերածվել են բռնության և ավերածությունների։ Դրա արդյունքում նախագահ Դոնալդ Թրամփը 2000 ազգային գվարդիական է ուղարկել, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ սպառնացել է օգտագործել ակտիվ ծառայության մեջ գտնվող նավային հետևակային ուժերը։ Երեկ, մինչև ICE-ը հերթական խուզարկություններ անցկացնում Փարամաունթում, Լոս Անջելեսում արդեն բողոքի ակցիաներ էին սկսվել։ Շուտով Քեմփթոնում է սկսվել մեկ այլ ցույց, որի ժամանակ ցուցարարները մեքենա են այրել, ինչին հաջորդել են այլ անկարգություններ մինչև ուշ գիշեր։ Ցուցարարները հրավառություն են արձակել դաշնային սպաների շարքի ուղղությամբ, իսկ վերջիններս պատասխանել են պղպեղի, փոշիով, արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով, կրակոցներով, ամբոխին հետ մղելու համար։ Քանի որ բախումները սաստկանում էին, Լոս Անջելեսի ոստիկանության կենտրոնական բաժանմունքը ժամի 9-ին հայտարարել է անօրինական հավաք, մարդկանց կոչ անելով ցրվել։ Ոստիկանությունը հայտնել է, որ մի քանի մարդ է ձերբակալվել լքելու մասին նախազգուշացումից հետո։ Սա միայն մեկ էպիզոդ է այն լարված մթնոլորտից, որն ավելի է սրել տեղական և դաշնային իշխանությունների միջև առճակատումը։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ նահանգը լրացուցիչ ուժեր է գործ ուղղել մայրուղիներում կարգուկանոն ապահովելու համար։ Նա քննադատել է դաշնային գործողությունները, հայտարարելով, որ դաշնային կառավարությունը միտումնավոր խառնաշփոթ է առաջացնում, որպեսզի ունենա լեգիտիմ պատրվակ իրավիճակը սրելու համար։ Նյուսոմը նշել է նաև, որ դաշնային կառավարությունը փորձել է վերահսկողություն հաստատել նահանգի ազգային գվարդիայի նկատմամբ, այդ քայլն անվանելով միտումնավոր սադրիչ։ Նրա խոսքով, սա սխալ առաքելություն է և խաթարում է հանրային վստահությունը։ Նախագահ Թրամփն էլ իր հերթին Truth Social-ում գրառում է կատարել, մեղադրելով նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասին, հայտարարելով. Եթե հատուկ նախագահի նշած ձևով ենք նշում, Կևին Նյուսքամն ու Քարեն Բասը ի վիճակի չեն կատարել իրենց աշխատանքը, դաշնային կառավարությունը կմտնի ու կլուծի խնդիրը ինչպես հարկն է։ FBI տնօրեն Քաշ Պաթելը գրել է. եթե ոստիկանին հարվածես կձերբակալվես, անկախ նրանից որտեղ ես եկել, ինչպես ես եկել կամ որ շարժումն ես պաշտպանում, եթե տեղական ոստիկանությունը չի պաշտպանում օրենքը, ապա FBI-ը կպաշտպանի։ Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը այսօր առավոտյան խոսել է ICE ռեյդերի հետևանքով քաղաքի տարբեր շրջաններում սկսված բողոքի ակցիաներից, ինչպես նաև դաշնային իշխանությունների արձագանքից։ Ես խորապես հիասթափված եմ, որ Թրամփը ընտրել է այդ քայլին գնալ, քանի որ դա ընդհանրապես անհրաժեշտ չէր, ասել է Բասը։ Քաղաքապետը նշել է, որ իրեն փոխանցել են շաբաթ երեկոյան Լոս Անջելեսի կենտրոնում մոտ 120 ցուցարար է եղել, որոնցից մի քանիսը վնասել են գույք, սակայն չի եղել մի բան, ինչը Լոս Անջելեսի ոստիկանությունը չի կարողացել վերահսկել։ Ինձ համար սա պարզապես ամբողջությամբ անիմաստ քայլ է և կարծում եմ Թրամփի վարչակազմը պարզապես ուժ է ցուցադրում, շարունակել է նա։ Ես մի քանի անգամ խոսել եմ նահանգապետի հետ, դեռ չեմ խոսել նախագահի հետ, բայց խոսել եմ նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ու փոխանցել, որ Լոս Անջելեսում իրավիճակը վերահսկելի է։ Փարամաունթում եղել են որոշ միջադեպեր, բայց անկեղծ ասած չեմ կարծում, որ այնտեղ էլ ազգային գվարդիայի անհրաժեշտություն կա, սա քաղաքական քայլ է։ Բասը նշել է, որ ICE կողմից ձերբակալված ներգաղթյալները այլևս Լոս Անջելեսի կենտրոնում չեն և հավանաբար տեղափոխվել են Ադելանտոյում գտնվող այս կենտրոն։ Ես վարչակազմից պահանջում եմ թույլատրել, որպեսզի փաստաբանները կարողանան հանդիպել ձերբակալվածներին։ Այդպես է եղել նախկինում և չկա ոչ մի պատճառ այդ պրակտիկան խախտելու համար, ասել է նա, հավելելով, որ դաշնային պաշտոնյաները բաց են այդ առաջարկին։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև ոստիկանապետ Ջիմ Մակդոնալը։ Պետք է հասկանալ, որ եթե ոստիկանապետը չգիտի, թե երբ է ICE-ը գալիս քաղաք, որտեղ են լինելու և ինչ են անելու, ապա չի կարելի ակնկալել, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը մի քանի րոպեում հարյուրավոր աշխատակիցներ կհավաքի այդ վայրում։ Իմ տեղեկություններով ոստիկանության ամբողջական տեղակայումը դեպքի վայրում տևել է 1 ժամ։ Մենք չենք համագործակցում ICE-ի հետ, մենք միայն վերահսկում ենք իրավիճակը և մենք իզորու ենք ամբողջությամբ կատարել մեր առջև դրված առաջադրանքը։ Այսօր տեղական ժամանակով ժամը 2-ից կրկին մեկնարկել են բողոքի ակցիաները, սակայն ի տարբերություն վերջին 2 օրերին դրանք առայժմ խաղաղ պայմաններում են անցնում, թեև ամեն ինչ կարող է 1 վայրկյանում շրջվել, քանի որ կրքերը բավականին բորբոքված են և մեկ փոքր սադրիչ քայլն անգամ կարող է գլխի վայր ամեն ինչ շրջել։
Ռազմական անձնակազմը սկսել է ժամանել Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող դաշնային շենքի մոտ այսօր առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ապահովելով դաշնային գործակալների անվտանգությունը։ Նրանցից մի քանիսը տեղակայվել են Արդարադատության պալատի մոտ քաղաքապետարանի հարևանությամբ։ Ներգաղթյալների իրավունքների պաշտպանները, իրավաբանական ներկայացուցիչները եւ կոնգրեսական Ջիմի Կոմեսը փորձել են մուտք գործել հաստատություն տեսակցելու ձերբակալվածներին, սակայն ըստ նրանց մի քանի անգամ մերժում են ստացել։ Սահմանային հարցերով հանձնակատար Թոմ Հոմանը հայտարարել է, որ ներգաղթային օրենսդրության կիրառումը Լոս Անջելեսում կշարունակվի եւ չի բացառել Կալիֆոռնիայի պաշտոնյաների ձերբակալումը, եթե նրանք խոչընդոտեն վարչակազմի գործողություններին։ NBC News-ին տված հարցազրույցում Հոմանն ասել է. «Ես ձեզ ասում եմ, մենք ամեն օր Լոս Անջելեսում շարունակելու ենք կիրառել ներգաղթային օրենքը։ Ամեն օր, անկախ նրանից դա դուր է գալիս ինչ-որ մեկին, թե ոչ»։ Երբ նրան հարցրել են արդյոք Նյուսոմը կամ Բասը կարող են ձերբակալվել, եթե խանգարեն գործողություններին, Հոմանն ասել է. «Ես դա ասում եմ բոլորի մասին, եթե անցնում ես այդ գիծը, ապա դա հանցագործություն է։ Եթե գիտակցաբար ապօրինին ներգաղթյալ ես թաքցնում կամ խոչընդոտում ես իրավապահի աշխատանքը, դա քրեորեն պատժելի արարք է»։ Ներքին անվտանգության նախարարության տվյալներով ICE-ի վերջին 2 օրերի գործողությունների ընթացքում Լոս Անջելեսում ձերբակալվել է 118 ապօրինի ներգաղթյալ, որոնց թվում կան 5 ենթադրյալ խմբավորումների անդամներ եւ մի շարք անձինք, որոնք ունեցել են քրեական անցյալ մաքսանենգության, թմրամիջոցների առևտրի եւ բռնության համար։ Քրիստի Նոեմը հայտարարել է, որ թույլ չեն տա, որ 2020-ը կրկնվի։ Ներքին անվտանգության նախարարն այսօր Face the Nation հաղորդման ընթացքում հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը թույլ չի տա, որ կրկնվի Մինեապոլիսում բռնկված անկարգությունները Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Նա քննադատել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վալցին, նշելով, որ նա թույլ տվեց, որ քաղաքը օրերով այրվի։ Նա հավելել է, որ Թրամփն այդ ժամանակ նույնպես ազգային գվարդիա է ուղարկել Վաշինգտոն ցույցերը ճնշելու նպատակով։ Ինչ վերաբերում է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին, Նոեմը պնդել է, որ վերջինս անհաջող որոշումներ է կայացրել եւ դրա համար է նախագահը որոշել գործողության անցնել, նախընտրելով այս համայնքի անվտանգությունը Նյուսոմին սպասելու փոխարեն։ Նա ընդգծել է, որ ազգային գվարդիայի զորքերը հատուկ պատրաստված են նման բազմության վերահսկման իրավիճակների համար եւ կոչված են ապահովելու անվտանգություն ինչպես խաղաղ ցուցարարների, այնպես էլ իրավապահների համար։ Ըստ Բրենն կենտրոնի փորձագետ Էլիզաբետ Գոյթինի, սա առաջին դեպքն է 1965 թվականից ի վեր, երբ նախագահը զորքեր է ուղարկում նահանգ առանց նահանգապետի խնդրանքի։ Նոեմն ընդգծել է նաև, որ այս պահին ICE-ը եւ Ներքին անվտանգության դեպարտամենտը իրականացնում են գործողություններ եւ վերջնական որոշումները կայացնում է նախագահը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, խաղաղ եղեք։